Ցավալիորեն մեր ռազմական պատմությունը, Հայաստանի ռազմական պատմությունը գրեթե չուսումնասիրված խամուխոպան վիճակում է։ Դուք չեք գտնի Հայաստանի ռազմական պատմության այս կամ այն դարաշրջանին նվիրված մենագրություններ և հատորներ։ Կարելի է հիշել, որ բոլոր հետագա գլխավոր շտաբերի նախատիպը հանդիսացող գերմանական 19-րդ դարի գերմանական գլխավոր շտաբը, որն ուներ 4 բաժին, նրա 4-րդ բաժինը զբաղվում էր հենց միայն ռազմական պատմության ուսումնասիրությամբ։ Պատահական չի, որ երկրորդ հազարամյակի սկզբում հայկական լեռնաշխարհից տեղի ունեցան 3 խոշորագույն արշավանքներ, որոնք աննախադեպ էին համաշխարհային պատմության մեջ. Հիքսոսյան արշավանքը դեպի Եգիպտոս, Քասիտական արշավանքը դեպի Բաբելոն և արիացիների արշավանքը դեպի Հնդկաստան։ Ընդ որում մարտակարգերը հին աշխարհում չափազանց թանկ էին և ոչ բոլոր պետություններն էին կարող իրենց թույլ տալ այդպիսի շռայլություն։ Չափազանց ուշագրավ է, որ հայոց նախաքրիստոնեական պաշտամունքում առանձնահատուկ տեղ էր գրավում հայրենի աստվածների և զորքի հարաբերակցության խնդիրը։ Պահպանվել և մեզ են հասել մի շարք հետաքրքիր տեղեկություններ, մասնավորապես դրանցից մեկը հայոց վերջին քրմապետ Արձան քրմապետի խոսքն է ուղղված քրիստոնյա դարձած իշխաններին, որում նա հանդիմանում է քրիստոնյա իշխաններին հայրերի հավատը դավաճանելու համար և ընդգծում է, որ երկար ժամանակ մենք պաշտում ենք մեր հայրենի աստվածներին և գիտենք, որ մեզանից առաջ միշտ մեր աստվածներն են հաղթում մեր թշնամիներին, որից հետո նոր արշավում է զորքը տիրանալու սրբագործված հաղթանակին։ Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում նշվում է. Խալդի աստվածն արշավեց, իր զենքին ենթարկեց այս երկրները և ապա նորից նշվում է. Խալդի աստծու զորությամբ այսինչ արքան արշավեց և իր զենքին ենթարկեց նույն երկրները, կրկնվում են բոլոր երկրները։ Առաջին հայացքից կարող է տպավորություն թողնել, թե սա ոճական ավելորդաբանություն է, ինչը ամենևին էլ այդպես չէ և այստեղ ևս ունենք նույն պատկերացումը, այսինքն նախ հայրենի աստվածներն են արշավում, հաղթում թշնամուն և նոր դրանից հետո արքան առաջնորդում է հայրենի զորքը, որպեսզի տուն բերեն սրբագործված հաղթանակը։ Եթե խոսելու լինենք հայ զորքի պրոֆեսիոնալիզմի մասին հին և միջին դարերում, այդ մասին բազմաթիվ տեղեկությունների կողքին առանձնանում են հենց զինագործության գյուտերը, արդեն Արարատյան թագավորության օրոք Ուրարտուի ամրաշինությունների համակարգը թերևս լավագույնն է հին աշխարհում և նույնիսկ արևմտյան հետազոտողները ընդունում են, որ Ուրարտուում ամրաշինությունը հասել էր բացառիկ բարձր մակարդակի։
հայկական պետական կառույցները 1375 թվականից հետո այլևս գոյություն չունեին, այդ թվում հայոց թագավորությունը իր ճյուղավորված զանազան մարմիններով և այդ թվում հայկական բանակը։ Սակայն նույնիսկ այն բանից հետո, երբ 14-15-րդ դարերում ոչնչացվեցին խոշոր հայկական զորագնդերը, հայ զինվորականության հոգեբանությունը այնքան խորն էր արմատացել հայ ժողովրդի մեջ, որ ամեն մի հարմար պահի նորից շատ արագ կերպով վերածնվում էր հայկական զինուժը։ Մի այդպիսի զարմանալի օրինակ է 1720-ական թվականների հայկական զինուժը, որը հասնում էր 40-ից մինչև 60,000 մարտիկի Ղարաբաղ Սյունիքում, եթե դրան գումարենք նաև 10,000-ից ավել Երևանի պաշտպաններին, ապա կարելի է պատկերացնել, որ միայն Արևելյան Հայաստանում նորից վերականգնվել էր շուրջ 70,000-անոց հայկական զինուժ։ Կարծես թե ծլեցին մի ամայի դաշտից 1722-23 թվականին հանկարծ պարսից իշխանությունները և օսմանյան զորքերը մտնելով բախվեցին այդ զինուժին և չկարողացան հաղթահարել նրա դիմադրությունը շուրջ մեկ տասնամյակ։ Իսկ ինչ ազդեցություն կարող է ունենալ ազգային հոգեկերտվածքի վրա այս պատմական իրադարձությունները։ Ազգային հոգեկերտվածքը պատմականորեն պայմանավորված դինամիկ համակարգ է, որի վրա կարող են ներգործել և արտաքին և ներքին գործոնները։ Արտաքին գործոններից կարելի է նշել և պատերազմները, և տարերային աղետները, և ճգնաժամերը, ներքին գործոնների մեջ են մտնում այն պատկերացումները, այն մտքերը, այն գաղափարները, որոնք որ պայմանավորված են արտաքին գործոններով, այսինքն ազգի ներկայացուցիչների հոգեկերտվածքում նրանց ինքնագիտակցության մեջ նստած պատկերացումներով իրենց իսկ ազգի անցյալի պատմության վերաբերյալ։